Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 20-ի համար։ Այսօր իհարկե վերջին խոյերի նշանի օրն է եւ արդեն փոխվում է դեպի ցուլ։ Սովորաբար այս անցումային օրերը ովքեր որ ծնվում են, դա նշանակում են իրենք մի որոշ չափով խոյ են, որոշ չափով ցուլ։ Դեռևս այդ խոյերի բնավորությունը անցնում է ցուլերին։ Որոշ ցուլեր, ովքեր որ ծնվել են այս դիմացի 5-ից 10 օրը, իրենք եւս նման են խոյերին, բնավորությամբ իհարկե։ Այնպես որ այսօրը անցումային օրը, եթե երեխաներ ծնվեն, ապա շատ կարևոր է ժամը։ Ժամը հստակ իմանալու դեպքում կարող եք նաեւ իմանալ, թե իրենք միանգամից խոյ դառան, խոյ են ծնվել, թե ցուլ են ծնվել, այդպես։ Ինչ էլ որ լինի, միևնույն է, ելի եմ շեշտում, անցումային օրերը իրենք ունենում են երկու տեսակի բնավորություն։ Միգուցե նաև ընթացքում փոխում են իրենց բնավորությունը, մեկ որպես ոնց որ խոյ լինեն, մեկ որպես ցուլ, եւ բոլոր նշաններին է վերաբերվում սա։ Օրը կիրակի է, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 20-ին։ Կարող եք ուսմամբ զբաղվել, ինչ-որ բաներ սովորել։ Նաև թեկուզ ինտերնետից ինչ-որ բաներ գրել, սովորել, կապ չունի թե ինչ է, ինչ որ ոլորտն է, որ մասնագիտությունն է, կարող եք նայել, սովորել, գրանցել, թեկուզ հասարակ թխվածքը։ Այդ ամենը կարող եք հանգիստ նայել եւ սովորել։ Ոմանց մոտ նաեւ կարող է գաղտնիք բացահայտվել, որից մի բան իմանաք, այնինչ որ մինչեւ հիմա անհայտ էր ձեզ համար։ Եվ այդ օրը հանդիպում շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ հարազատ ինչ-որ մարդու հետ, ձեր ընկերոջ հետ, ձեր ընկերուհու հետ, եւ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Հնարավոր է նաեւ ձեր ընկերուհին գալիս է հեռվից, դրսում է ապրում եւ գալիս է։ Ինչ որ մեկը կարող է նաեւ ինչ որ նորություններ լսեք նաեւ հեռվից, ովքեր որ ունեն հարազատներ դրսում, իրենցից կարող եք տեղեկատվություն լսել։ Եվ իհարկե, եթե երազանքներ չունեք, այդ օրը պահեք այդ երազանքները։ Այդ օրը կլսվի, բաց է ինչպես որ ասում են պորտալը եւ կլսվի, ձեզ համար իհարկե։ Այսքանը, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 20-ին։ Մի փոքր էմոցիոնալ կարող եք լինել, հնարավոր է նաև այստեղ ժամադրություն, նաև կարող է ռոմանտիկ շփում ունենաք մինչև շատ ուշ երեկո, ինչ-որ մարդկանց հետ, ինչ-որ մարդու հետ, կարող է այս տղամարդն է, կամ օրինակ գալիս է այդ տղամարդը տուն եւ դուք կարող ձեր տղան է կամ ամուսինը եւ դուք մինչև ուժամ դեռ ոնց որ չեք քնում։ Այդպես։ Նաև ինչ-որ մի բաներ կարող են ձեզ մոտ մութ մնալ, ինչ-որ մի բաներ ձեզ մոտ անհասկանալի թվալ ձեզ, ինչ-որ պահեր են, որոնք որ կարող եք լիարժեք չհասկանալ, ինչ-որ գաղտնի բաներ մնան։ Սա նաև ինչ-որ բան է անհայտ, որ դա կարող է նաև այդ օրը բացահայտվել, չի բացառվում, ինչ-որ անհայտ մի բան է։ Եվ հանդիպում շփում որևիցե տղայի հետ, տեսնենք ով է այս տղան։ Ամենատակից դուրս եկավ։ Հերվից է այս տղան, օտար երկրից կամ օտար երկրում է ապրում, կամ կարող է նաև մասնագետ է, տղա մասնագետ, նաև ձեր հարազատը կարող է լինել, կարող է գալիս է տուն, կարող է այդպես, ինչպես որ արդեն հենց սկզբում էլ ես նշեցի։ Ծանոթություն, նոր ծանոթություն, օրինակ օտար երկրացու հետ կամ օտար երկրում բնակվող որևիցե մեկի հետ։ Եվ որևիցե կին է, սա ավելի շատ նա ձեր մայրը կարող է լինել, մորաքույրը եւ այլն, այդ տարիքի կանայք են, որովհետեւ երբ որ թագը գլխին է, դա արդեն ավելի մեծ է։ Տեսնենք ով է այս կինը ձեզ համար։ Հնարավոր է
ձեր տատին է, հնարավոր է ձեր մայրն է, ում կարող եք երեխաներին թողնել, որպեսզի ինքը տիրություն անի, հա, պահի մինչև դուք գնաք ինչ-որ միտեղ։ Նաև սա կարող է օրինակ ձեր մայրն է եւ ձեզ ասում է, որ գիտես, եղբայրդ կամ քույրդ երեխային ունենալու կամ իրար հետ կարող եք նոր գործ սկսել, նոր բիզնես սկսել կամ ինչ-որ մի բան կարող եք իրենից հարցնել, խոսել, ինչ-որ բիզնեսի շուրջ, երեխաների շուրջ, կարող է նաև բժիշկն է, չնայած կիրակի է, բայց համենայն դեպս միգուցե ինչ-որ մարդիկ հղի են եւ շաբաթ-կիրակի գոյություն չունի, չէ՞, ծննդաբերելու համար։ Կարող եք նաև այստեղ նման ինչ-որ պահեր կարող են լինել ծննդաբերություն։ Եվ որից է նոր գործ կամ ձեր մայրիկի հետ կամ ինչ-որ մեկի հետ կարող եք սկսել։ Կարող է երկու քույր որոշում եք, որ սկսեք որևիցե բիզնես։ Մայր ու աղջիկ որոշում եք սկսեք որևիցե բիզնես իրար հետ։ Աղջիկ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 20-ին։ Ոմանք կարող են երկար ճանապարհ գնալ, ոմանք կարող են նաև տանից տուն տեղափոխվել այստեղ, նոր բնակարան տեղափոխվեք, նոր ինչ-որ մի երկիր գնաք։ Նաև սա գործերն են, որոնք որ կարող եք մղել առաջ, միգուցե տան գործերն են, կարող կիրակի է, տունն եք եւ այն ինչ որ մնացել էր վերանորոգման աշխատանքները մղեք առաջ կամ ու բուրկա եք անում դա մղեք առաջ։ Այդ օրը նաև բավականին շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, հնարավոր է նաև լեզվակռիվ իհարկե եւ կողը բամբասում են ձեր մասին է խոսում։ Հնարավոր է նաև ուղղակի տանն եք կամ առիթ է եւ առիթի ժամանակ տարբեր մարդկանց եք տեսնում եւ խոսում եք ինչ-որ մարդկանց հետ եւ ինչ-որ մարդիկ էլ բամբասում են ձեր հետևից։ Ոմանք կարող են տուն նայել այդ օրը, ոմանք տուն գնել, վերանորոգում սկսել եւ այլն, կամ կարող եք մնալ տանը եւ զբաղվել ուղղակի տան գործերով։ Տունը ձեզ համար շատ կարեւոր է, կարող ուղղակի տան իրերը որոշեք, տեղափոխեք այս այն կողմ կամ մի հատ լավ տնավարի ու բորկանեք, հա, մարդկանց վերաբերում ովքեր որ շաբաթվա ամբողջ շաբաթ աշխատում են եւ միայն մնում է շաբաթ-կիրակի որ ինչ-որ մի բան անեն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 20-ին։ Հանդիպում շփում որևիցե տղայի հետ։ Տեսնենք ով է այս տղան։ Այս տղան փոփոխություն է մտցնելու ձեր կյանք կամ իր մոտ է փոփոխությունը լինելու։ Հնարավոր է գնում եք այդ տղայի մոտ, օտար երկիր, հնարավոր է այդ տղան է գալիս ձեզ մոտ։ Հնարավոր է ձեր տղան է եւ իմանում եք, որ կինը հղի է կամ այդպես երեխաներ պետք է ունեն կամ ծննդաբերությունը արդեն է, ասում է ձեզ այդ տղան կամ բժիշկն է։ Նաեւ ինչ որ մեկն է կարող է նոր ծանոթություն է եւ այդպիսով ձեր կյանք մտցնում է փոփոխություն։ Այդ օրը նաև ինչ էլ որ անեք, հաջողությամբ կավարտեք, հաջողություն կսպասվի յուրաքանչյուր ոլորտում, որը որ անեք, ինչ որ անեք, այն որ հասարակ ճաշը պատրաստեք, դա ձեզ մոտ շատ հիանալի կստացվի։ Եվ որոշ խոչընդոտներ կան այդ օրը, տեսնենք ինչ խոչընդոտներ, մոտավորապես ճիշտ է, շատերն են նայում, բայց այստեղ խոչընդոտները կարող են լինել, սա ընդհանուր առմամբ խոչընդոտները կարող են լինել կապված լինել ձեր շրջապատող մարդկանց հետ կապված, իրենք ինչ-որ մի խոչընդոտ ստեղծեն կամ ուզենաք ինչ-որ մեկին տեսնեք, բայց չկարողանաք, որովհետև խոչընդոտներ կան այդ մարդկանց հանդիպելու համար։ Նաև հնարավոր է, որ ինչ-որ մի բաներ կան, որոնք որ ձեզ մոտ չեն իրականացել եւ այդ օրը ոնց որ զգաք, որ այդ ձեր ցանկությունները չեն իրականացել, չեն իրականանում, ոնց որ դուք ուղղակի երազում եք այդ մասին, այնպիսի մի բանի մասին եք երազում, որոնք որ անիրականանալի են եւ այդ օրը այդ խոչընդոտներից դուք կզգաք դա, որ այնպիսի մի բան եմ ուզում, որ մի փոքր դժվար է իրականանում։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Շտապում են առույցները։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 20-ին։ Ոմանք նոր գործ կսկսեն, ոմանք նաև երեխաների հետ կարող են անցկացնել, թոռների հետ կարող են անցկացնել, խոսեն թոռների հետ, շփվեն թոռների հետ, գան ձեր տուն, նաև դուք տանեք երեխաներին, թողնեք ձեր ծնողների մոտ, որպեսզի իրենք խնամեն իրենց, մինչև դուք ինչ-որ գործեր անեք։ Դա նաև նոր բիզնես է, նոր կյանք է, նոր ինչ-որ մի բան է, որը սկսվում է ձեր կյանքում, փոքր, դեռ չնչին, հա, կարող է երեխայի հետ կապված որևէ գործ է, որևէ բիզնես է։ Այդ օրը նաև մի փոքր ծանր է, մի փոքր ճակատագրական է ձեզ համար, կարող է դժվար անցնի, կարող է դժվար գործեր անեք, ծանր գործեր անեք, ընտանիքի հոգսը լինի ձեր ուսերին, որպես բեռ, այդպես, հա, ոնց որ միայն դուք եք զբաղվում ընտանիքով, ուրիշ ոչ ոք ձեզ չի օգնում։ Նաև ինչ-որ փորձություն կարող է լինել, փորձության միջով անցնեք։ Եվ գումար կամ կստանաք այդ օրը, կամ նաև կարող եք ծախսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 20-ին։ Կրկին առույցների նման, այստեղ նոր գործ կարող եք սկսել, նոր բիզնես կարող եք սկսել, ոչինչ չկա ձեզ պահող, ոչինչ չի լինի ձեզ, որ խանգարի, նոր կյանք կարող եք սկսել եւս ոչ ոք եւ ոչինչ չի լինի ձեզ խանգարող։ Նաև կարող է երեխաների հետ անցկացնեք հղիություն, ծննդաբերություն, թոռները գան, զբաղվեք հա իրենցով, կամ դուք տանեք երեխաներին ձեր ծնողների տուն։ Եթե նոր գործ է, ապա այստեղ կմղեք առաջ, կտանեք առաջ այդ գործերը, ոմանք կարող են ճանապարհ գնալ, բավականին աշխույժ կլինեք այդ օրը եւ ինչ որ տարբեր գործեր կարող եք անել, հասցնել։ Դուք գնաք հյուր, ձեր տուն գան հյուր, տանից տուն տեղափոխվեք, ինչ որ մարդիկ կգան ձեզ օգնեն այդ հարցում։ Երկրից երկիր եք նաև տեղափոխվում այդ օրը եւ հրաժեշտ եք տալիս օրինակ ձեր թոռներին կամ այդպես կամ ձեր երեխաներին։ Նաև նորություններ այդ օրը կլսեք, ինչ որ բաներ կարող եք պատվիրել բերեն տուն, կամ դուք գնաք վերցնեք պատվերը, այդպես է, ինչ որ շատ ճանապարհներին կլինեք եւ շատ ոնց որ ձեր գործերը կմղեք առաջ այդ օրը։ Ինչ որ նոր բան կարող եք որոշել սկսել եւ դրա հիման վրա կարող գնալ տարբեր մարդկանց հանդիպել, շփվել, խոսել, հասկանալ ինչ պետք է անեք, ինչից պետք է սկսեք։ Այսքանը ձեզ համար կամ կարող է նոր եք ամուսնացել շաբաթ օր եւ անընդհատ գնում գալիս են, շնորհավորում են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին ապրիլի 20-ին։ Որովհետեւ նամակ կստանաք, նամակագրական կապի մեջ կարող եք լինել, նաև որովհետեւ փաստաթղթերի հետ կարող եք աշխատել, գրանցել, ինչ որ ցուցակ կազմել, նաև նոր եք սկսում ինչ որ մեկի հետ նամակագրական կապը։ Եվ սա ինչ որ նորություններ են, որոնք որ կարող եք լսել։ Ոմանք կարող են այցելել Վարսահարդարի մոտ կամ բժշկական որևէ կենտրոն, նաև երեխաներ կարող են ծնվել, հղիություն կարող է լինել ինչ որ մարդկանց մոտ, ծնողների տուն այցելեք, ծնողները գան օրինակ ձեր տուն, ինչ որ մի բան լսեք, հա, ընտանիքից, ընտանիքի հետ կապված, որովհետեւ նորություն կարող եք լսել։ Եվ ինչ որ մի բան է ձեզ անհանգստացնում, կարող է ինչ որ լսում եք, դա է ձեզ անհանգստացնում, տեսնենք։ Ճիշտ է ընդհանուր է, բայց ամեն մեկի մոտ Գուցե գումարի մասին է, գումարի հետ է կապված, կամ գումարը քիչ է, կամ գումարը անհանգստանում եք, շատ ծախսեցիք, ինչ որ մի պահ է, կարող է այստեղ երեխան ծնվում է, անհանգստանում եք, որ դեռ
գումարը չունեք հետ գցած, որպեսզի երեխայի հետ կապված ինչ-որ բաներ գնեք։ Խոսքով կամ ծախսի հետ եք կապված, կամ գումարը ստանալու, ինչպես անեք, որ այդ գումարը ստանաք։ Այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 20-ին։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Նաև կարող է հեռվից ինչ-որ մեկի մասին ոչ լուր լսեք, տեղեկատվություն լսեք, հանդիպեք ինչ-որ մարդկանց, ովքեր որ ապրում են օտար երկրում, կարող են գալ եւ իրենց հետ հանդիպեք, խոսեք, եթե երազանք դեռ չեք պահել, կարող եք պահել, այդ օրը բաց է առ Աստված եւ կարող եք պահել։ Նաև խորամանկ անձնավորություններ կան, ովքեր որ կփորձեն այդ օրը կամ դες խաբել, կամ խորամանկորեն ինչ-որ մի բան ունենալ կան ձեր տուն, կամ տան հետ կարող է կապված լինել։ Եթե օրինակ տուն եք նայում, տուն եք գնում, վարձում եւ այլն, ամեն ինչը ճիշտ կարգ ու կանոնով արեք, փոստաթղթով արեք, որովհետեւ խաբեություն կամ նման ինչ-որ մեկը կարող է գալ ձեր տուն եւ սկսի հարցաքննությունները, որպեսզի իմանա թե ինչ է կատարվում ձեր տանը։ Հերթով լրացնի ցուցակը, նոր հետո գնա ձեր տնից։ Եվ այդ օրը հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է։ Ոյ։ Կամ իմաստուն անձնավորություն է կամ օծ։ Դուք ինքներդ իրեն տեսնելուց կհասկանաք ինքը ով է, այդ մարդը գիտի ում է տեսնում այդ օրը, ում է հանդիպում։ Կամ օծ է։ Օծություն է անում, կարող է ինքն է։ Կամ իմաստուն մարդ է, ով որ ձեզ կարող է նաև խորհուրդներ տալ։ Ճիշտ խորհուրդներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 20-ին։ Բավականին էմոցիոնալ կլինեք, հնարավոր է հանդիպում եք ձեր մայրիկին, հնարավոր է նաև էմոցիաների ազդեցության տակ վիճեք ձեր մայրիկի հետ։ Նաև դա ռոմանտիկ հարաբերություններ են մինչև գիշերվա կես, նաև շփում ինչ-որ մարդկանց հետ մինչև ուժամ, ինչ-որ բաներ կարող ձեզ համար անհայտ է, ինչ-որ մի բաներ ձեզ համար կարող այդ օր նաև բացահայտվել, կամ ուղղակի զգաք, որ ինչ-որ բան ձեզանից թաքցրեցին ոնց որ այդ օրը։ Եվ հանդիպում շփում որևիցե կնոջ հետ։ Այդ կինը կամ ուսուցչուհի է, լեզու է ձեզ սովորեցնում, կարող է ուղղակի դրսում հանդիպում եք ձեր ուսուցչուհուն, նաև այստեղ կարող է լինել ինչ-որ բան է ամենայն դեպս սովորեցնելու ձեզ այդ օրը, միգուցե ինչ-որ գաղտնիք է բացելու ձեր համար, աչքերն է բացելու, կարող է խորհուրդ է տալիս, որ անցեք մյուս էտապ, կյանք ինչի ես կանգնել ես տեղում, ինչի ես դոփում նույն տեղում, գնա առաջ, քեզով է ասում, որ դու այդպես անես, ինչ-որ նմանատիպ բաներ կարող է ասի։ Եվ այդ օրը շոդիր եղեք, որ ինչ-որ մեկի հետ չվիճեք, որտեղ կարող վիճեք եւ կտրեք, գցեք ձեր կյանքից այդ մարդուն։ Իրավիճակն էլ կարող եք կտրել, գցել, այլևս այդ իրավիճակը չգա ձեր կյանք։ Նաև ոմանք կարող է վիրահատության են այդ օրը, ոմանք եւ ուշադրիր թող լինեն մեքենա եւ վարելուց եւ նաեւ սուր գործիքներով եւ աշխատելուց եւ տանը նույնպես, որպեսզի ձեզ չվնասեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 20-ին։ Ինչ-որ բաներ կսկսեք այդ օրը, ինչ-որ գործեր կարող եք սկսել, նոր գործեր, նոր որևիցե բիզնես, բայց նախ պետք է ասեմ, որ նվազող լուսնի ժամանակ է, այդքան էլ լավ չէ սկսել որևիցե նոր գործ, որտեղ հատկապես ձեզ համար է, այստեղ խոչընդոտներ կան, թե հիմա նոր գործի հետ կլինի այդ խոչընդոտները, թե ուղղակի մեկ այլ ոլորտում, չեմ կարող հստակ ասել, մենք դեռ հիմա կնայենք, ամենայն դեպս ոմանք այստեղ հղիություն, ծննդաբերություն,
Եվս եթե հղի եք, ապա մի վիճեք մարդկանց հետ, ձեզ հանգիստ պահեք այդ օրը։ Եվ տեսնենք խոչընդոտները ինչից են։ Նապկնի, այս մյուս քարտերով նայեմ, գել տեսար իմ մտածած բանն անկավ։ Տեսնենք խոչընդոտները ինչից են։ Կորուստ է սա։ Դրա համար այստեղ, եթե նոր ինչ-որ մի բան եք փորձելու սկսեք, եթե ինչ-որ մի բան եք փորձելու սկսել, ապա պետք է ուղղակի ուշադիր լինել։ Այստեղ կարող է գործընկերն է ինչ-որ մի ձևով սխալ անում, սխալ գործընկեր եք գտնում եւ կորուստ եք ունենում։ Ժամանակի կորուստ կարող է լինել, ամեն ինչի կորուստ այստեղ կարող է լինել։ Նաեւ հա մարդու խաբեություն կարող է լինել։ Ձեր գործընկերը, հա, կարող է ինքը այդքան էլ լավը չլինի, անվստահելի լինի։ Մի քիչ այստեղ պետք է իրոք զգույշ լինեք։ Գումարը միանգամից մի ներդրեք ինչ-որ գործ սկսելու համար այդ օրը, որովհետև նվազող լուսինը այդ կոնկրետ ձեզ վրա շատ է ազդելու, ամենայն դեպս քարտերն են այդպես ցույց տալիս։ Նվազող լուսինը դա լինում է կարիճում է կարծես թե լինում, լիալուսինը, եթե նայենք ձեզանից հավանականությունը շատ մեծ է, որ սխալ գործարքներ անեք։ Կամ տակ ձեր ընկերներին գումարներ եւ հետո չկարողանաք ստանալ։ Այստեղ ինչ որ մի բան է, որ հենց կարող է կապված լինել գումարի հետ, կարող է կապված լինել հենց խնդիրներ գործընկերոջ հետ, նաեւ եթե որևիցե ինչ որ մի բան եք ուզում սկսեք, այնտեղ նշանադրությունը եւ այլն հավանականությունը մեծ է, որ ինչ որ մի խնդիր լինի եւ այն դեռևս դադարեցվի։ Եվ շատ ուշադիր եղեք նաեւ ձեր ամուսնության հետ կապված հարցերում։ Ձեր ամուսնության հետ կապված հարցերում եւս հա շատ ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք այստեղ։ Դեք կարող է հղիության հետ կապված լինի, դա ոչ բոլոր ընտանիքներում են ուզում, որ դիմացինը ուրախ են, որ հղի են լինում մարդիկ։ Մի խոսքով այստեղ կորուստ կա եւ ամեն մեկի մոտ կարող է կորուստը տարբեր լինել, ֆինանսական, ընտանեկան հարաբերությունները եւ այլն։ Ուշադիր, որովհետև այստեղ վեճ կա։ Եվ այդ վեճը կարող է ձեզ խանգարել, որպեսզի խանգարել ձեր հարաբերություններին։ Ոմանք նաև կարող են տուն մաքրել, ոմանք կարող են վիճել։ Հենց այդ վեճը կարող է բերել ինչ-որ բարդ խնդիրների, այնպես որ պետք է զսպել ամեն ձևով։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 20-ին։ Բավականին շատ աշխատանք կունենաք այդ օրը, նավր է կարիերայի բարձրացում, ոչ այստեղ մի փոքր խոչընդոտներով կարող է գնել առաջ աշխատանքը, կարող է այդքան էլ հեշտությամբ չկարողանաք այդ աշխատանքն անել։ Համենայն դեպս կարող է դժվարություններ կան, օրինակ կարող է նոր պաշտոն են ձեզ տվել եւ դեռ ոչինչ չեք հասկանում եւ մի փոքր դժվարություններ կան, պետք է այստեղ նաեւ կարող եք դիմել ձեր շրջապատող մարդկանց եւ խորհուրդ հարցնել։ Կարող է նոր բիզնես եք սկսել եւ ինչ որ մի բանի կարող եք բախվել, որովհետեւ չեք հասկանում դա ինչ է։ Եվ էլի նույնիսկ խորհուրդ հարցնեք ձեր շրջապատող մարդկանցից։ Ոմանք բավականին շատ պատվերներ կարող են ունենալ, էլի, հա կարող է ուղղակի չեք հասցնում ժամի մեջ։ Տեսնենք խոչընդոտներն ինչու՞մ է։ Բայց չեք հասցնում ուղղակի ժամի մեջ։ Խոչընդոտները ձեզ կարող ստացի ձեր ընկերը, ընկերուհին։ Իր հետ կապված կարող է հույս ներդրել եք իր վրա, որ ինչ-որ մի բանով ձեզ կօգնի, եւ ուղղակի անտեսում է եւ չի օգնում։ Այդպես։ Ընկերների հետ այդ օրը մի փոքր կարող եք իրար լավ չհասկանալ նաեւ։
Եվ իհարկե այդ օրը ինչ որ իմաստություն կարող իշնել ձեզ վրա, կարող հասկանալ, որ այսում հետ եք շփվում, ամենաառաջինը, այս ինչ շրջապատում եք, այս ովքեր են, որ ինչ որ մի բան է ինձ պետք է իրենք չկան կամ ինձ համար միշտ խոչընդոտներ են ստեղծում, կարող այդ օրը ուղղակի հասկանաք դա, թե ընդհանրապես ինչի եք դուք շփվում նման մարդկանց հետ։ Ինչ որ իրենց արարքից կարող է լինել, իրենց վերաբերմունքից կարող է լինել։ Կարող է իրոք աշխատանքում հարկավոր էր իրենց օգնությունը եւ իրեն հենց որ ձեզա պետք իրենք չկան, բայց հենց իրենց է պետք, դուք պետք է անպայման վազեք իրենց մոտ։ Եվ կզգաք, որ արդեն տարիք, հա, այն տարիքում եք, որում որ կաք, կզգաք ձեր տարիքը։ Ինչեւ այս կարողա չեք զգում։ Հիմա արդեն զգում եք, որ իրոք արդեն ինչ որ պետք է ինչ որ բաներ ձեր կյանքից կամ ինչ որ մարդկանց արդեն ձեր կյանքից հեռացնեք, որովհետեւ արդեն այն տարիքում եք, որ պետք չի որ իրենք ձեզ շրջապատեն ուղղակի։ Այսքանը։ Ոմանք կարող է ուղղակի ինչ որ գործեր եք անում կամ կարող է պաշտոն եք զբաղացնում եւ ինչ որ ձևով ընկերների հետ կարող է ուզում եք նշել դա եւ հասկանում եք հենց այդտեղ ովքեր են իրանք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 20-ին։ Հաջողություն, դռները բաց են այդ օրը ձեր առջև, յուրաքանչյուր բան կկարողանաք անել, հնարավոր նոր գործ եք սկսում, նոր բիզնես եք սկսում, ձկներին եմ հասել, դեռևս մոմս չեմ վառել, ոչ է ինչ-որ բաներ կարող եք սկսել, նաև ինչ-որ բաներ կարող եք փակել ձեր կյանքում, ինչ-որ բան կարող եք ավարտել և փակել, այլևս չանդրադառնալ դրան, ինչ-որ դռներ փակել, կարող կապված լինի առողջության հետ, կարող է ինչ-որ մի բան է, դեղորայք եք, վերջնական դեղորայքն եք ընդունում և այլևս չեք ընդունելու, նաև ոմանք կարող են այցելել որևիցե գեղեցկության սրահ, ոմանք նաև կարող են այցելել որևիցե բժշկական կենտրոն կամ իր ծնողների տուն, այստեղ կարող երեխաներին վերցնեք և գնաք ձեր ծնողի տուն, նաև կարող եք լուր լսել երեխաների հետ կապված հղիություն, ծննդաբերություն և այլն, յուրաքանչյուր երեխայի հետ կապված որևիցե իրադարձություն, կարող է երեխաների հետ կապված ինչ-որ ծնունդ է, կնունք է և այլն պետք է գնաք, ոմանք էլ նոր գործ կարող են սկսել, նոր բիզնես, նոր կյանք, նոր ինչ-որ մի բան, որը որ դեռ նոր է սկսվում ձեզ համար։ Այսքանը, ձեզ հաճելի օր եմ մաղթում։